Այս ընտրությունը չի արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Վարչական ռեսուրս, ուղղորդումներ, քվեաթերթիկների ներս ու դուրս տանել, բերել, քվեատուփերի տեղաշարժ, սխալ հաշվարկներ, անհամադրելի թվեր, ընդհանուր ընտրակաշառքի մասին ահազանգեր ու բազմաթիվ այլ խախտումներ։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Գոհար Մելոյանը մի ամբողջ փաթեթ է ներկայացնում, որ դրանք չլինեին, հունիսի 7-ի պատկերն այլ կլիներ։ Ես համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենար, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ։ Սա պատմական հաղթանակ է, պատմական։ Մի քանի տեղամասում էր արդյունքն ամփոփվել, երբ Փաշինյանը կեսգիշերին արդեն հաղթանակ էր ազդարարում։ Մելոյանն ասում է, սա եւս մեկ փաստ է այն մասին, որ գիտեին ինչ է լինելու իրենց միջամտությունների արդյունքը։ Կոնկրետ տեղամասեր կա, որ դրա շուրջ բոլորը գումարա բաժանվել, անգամ ունեցել ենք վստահված անձը նկարել է, ոստիկանները մարդու ձեռքից խլել են հեռախոսը եւ այդ տեսանյութը ջնջել են, իրան էլ ձերբակալել են։ Վերահաշվարկներ են ամբողջ Երևանում։ Քաղաքպայմանագիրը ձայներ է կորցնում, ուժեղ Հայաստանը վերադարձնում, պնդում է Գոհար Մելոյանը։ Այս ֆոնին մեկ այլ գլոբալ խախտում է բացահայտում։ Բաց աղբյուրներից պարզվում է, մեկ հասցեում հաշվառվել են մի քանի տասնյակ մարդիկ։ Մելոյանն ասում է, ներքին գործերի նախարարություն են դիմել, պատշաճ բացատրություն չեն ստացել։ Տրամաբանական չէ նաև անվավեր քվեաթերթիկների աննախադեպ ծավալը։ Դեպքեր են եղել ուղղակի ծալված երրորդ համարի քվեաթերթիկն անվավեր են համարել, այն դեպքում, երբ այլ ուժին պատկանող պատրված թերթիկն օրինակ վավեր է համարվել։ 18 թվականին, այսինքն օրինաչափություն գոյություն ունի, խախտումների։ Անվավեր քվեաթերթիկները եղել են 4706-ը։ 21 թվականի ընտրությունների արդյունքում 4593-ը եւ խնդրեմ վերջին ընտրությունների արդյունքում 17097 անվավեր քվեաթերթիկ։ Ինչ կլինի, եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից։ Պարզվում է, օրենքը տալիս է այս հարցի պատասխանը, ըստ էության ճգնաժամ չի ստեղծվում։ Հիմա եթե մենք մանդատ չենք վերցնում, ըստ էության այլ քաղաքական ուժերի կտրբաշխվի այդ մանդատը, որովհետև ազգային ժողովը սահմանադրության համաձայն առնվազն 101 պատգամավորից է բաղկացած։ Ամեն դեպքում մանդատ վերցնել-չվերցնելու հարցն այս պահին առաջնային օրակարգ չէ։ Ըստ Գոհար Մելոյանի հետընտրական լուրջ գործընթացներ են սպասում են հանգուցալուծմանը։ Ամեն դեպքում վստահեցնում է, պայքարի խրամատը չեն լքի, հատկապես որ նախընտրական փուլից սկսած դեռ ուժեղ Հայաստանը բազմաթիվ խտրականությունների խոչընդոտների է բախվել, այդ թվում իրավապահ համակարգն է գործի դրվել։ Մեր քաղաքական ուժից մոտ ավորապես 700-ին հասնող մարդ է ձերբակալվել, կալանավորվել, այդ թվում օրինակ տարեց կանայք, ովքեր ընդամենը եկել եւ գրանցվել էին որպես ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, մարդկանց առավոտյան մտնում են տներ, բերման էին ենթարկվում, բացառապես ահաբեկելու նպատակով։ Ուժեղ Հայաստանը վստահեցնում է, վերջնական որոշում կկայացնեն նաև աջակիցների, ընտրողների կարծիք ցանկությունը հաշվի առնելով։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։